Առաջի քայլերն են իմ դպրոցի ճամփին Մի երկարին ծանծանոթ կբացվի այսօր Ուզում եմ հարազատ դառնա Այդ աշխարհը ինձ համար դառնա Դպրոցի մեջ պայուսակը իմ ձեռքին Գեղեցիկ ու նոր ազգեստը իմ հագին Թող երգը ինձ ընկեր դառնա Շփիտը մայրիկիս ինձ հետ միշտ մնա Մենք դպրոց ենք գնում, սովորել ենք ուզում Այս ու հետի գրքում մեծանալ ենք ուզում Առաջինս պլարան, առաջինս ուսուցիչ Առաջին անգամ այսօր ժպտացի դու ինձ Առաջինս պլարան, առաջին ուսուցիչ Առաջին անգամ այսօր ժպտացի դու ինձ Բայց պիկնիկը իմ սիրուն շատ է տխրում Որ իրեն հաճախ թողնում եմ ու գնում Բայց դպրոցում ամեն մի օր Սպասում են ընկերներն իմ նոր Դպրոցի մեջ պայուսակը իմ ձեռքին Գեղեցիկ ու նոր ազգեստը իմ հագին Թող երգը մեզ ընկեր դառնա Շփիտը մայրիկի մեզ հետ միշտ մնա Մենք դպրոց ենք գնում, սովորել ենք ուզում Այս ու հետի գրքում մեծանալ ենք ուզում Առաջինս պլարան, առաջինս ուսուցիչ Առաջին անգամ այսօր ժպտացի դու ինձ Առաջինս պլարան, առաջին ուսուցիչ
փոքրիկ բարեկամներ։ Ով ես դու, ինչ գեղեցիկ գույներ ես օգտագործում, ինչ գեղեցիկ ես նկարում։ Ես հայերներ նկարում եմ գեղեցիկ հայրենի, տեսեք, սա Արարատն է, հպարտում է, իսկ այնտեղ Արցախան Սևան է, սա մեր երկիրն է, մեր Հայաստանը։ Հայ, առաջին անգամ եմ լսում, ովքեր հայերը, որտեղ է գտնվում Հայաստանը։ Վայ անկետիկ, չեմ լսել հայերի Հայաստանի մասին։ Ախր ես որտեղից իմանամ, չէ որ ես դպրոց չեմ գնացել, ամաչում եմ նույնիսկ ասել, որ տաղերը չգիտեմ։ Մի տղիր անկետիկ, մամեն կշրջեն Հայաստանում և կծանոթանալ ինձ ու Հայաստանի պատմությանը։ Բացահայտումներ արեցի, շատ սիրեցի Հայաստանը, թե մնաք բարով։ Այնուհետև ծիրանիները այնքան շատացան, որ սկսեցին հայոց ախշարը անվանել ծիրանի երկիր։ Նոյը նկատեց, բայց չդարձավ, թող այս ծառը լեռան կատարը ծաղկեցնի, մտածեց նա և շարունակեց ճանապարհը, և քանի որ Մասիսի կատարն ավելի մոտ է արևին, ծիրանի պտուղն արևին ճաշաշի ոսկու փայլն առավ, այսպես այդ թորբոմը սկսեց ծիրանի կորիզներ տնկել արարատյան դաշտում և երկրի մյուս կողմերում։
Հայ
Ողջույն անգետիկ պես ես, ուրախ ենք, որ նորից տեսնում ենք ես, հիշում ես մեր մաթեմատիկայի դասին օգնեցին ես, հաղթարել փորձությունը և հասել մեր դասարան։ Անսպասելի հանդիպում էր երեխաներ, ուրախ եմ, որ նորից տեսնում եմ ձեզ, ձեր շնորհիվ սիրելի մեղրիկներ, ես շատ կարևոր բացահայտումներ արեցի, ուրախ եմ, որ նորից գտնվում եմ ձեր լուսավոր կարգօջախում, միշտ ձեզ հանդիպելը ես չէի ուզում սովորել, բայց լսելով ձեզ հասկացա, որ պետք է իմանալ մատների տեղը։ Եթե ճանաչես լեզուդ մայրենի, կճանաչես նաև ինքդ քեզ։ Կզգաս թիկունքին մի հզոր ամրոց ամբար կմնացվածի սարուպես։ Քայլես կյանքի ճապրիկով անջև ու կմնաս երկրի նվիրյալ որդի։ Մեսրոպյան տարրերը ամփոփեցին մի գրքում, որը դարձավ մեր կարևոր առաջին դասագիրքը։ Այդ հրաշագործ գիրքը Այբետարանն է։ Այդ փոքրիկ ու համեստ գիրքը օգնեց մեզ դառնալ գրաճաններ։ Անգետիկ, քեզ ենք նվիրում Այբետարանը, այն կդառնա քո կյանքի ուղեկիցավոր կյանքում, այն կլուսավորի քո ճանապարհը, թեպետ կցածես և դու կճարտես գիտության անձրևածիր օվկիանոսում։ Շնորհակալություն։ Ուզում ենք ասել ամենակարևորը, հայոց այբուբենը կախարդական բանալի է այն դռան, որը բացելով կքայլենք մեր մեծ երազանք տանող ճանապարհով։ Չկա անելանելի իրավիճակներ, պետք չէ ամեն փոքր բան ու մեծ խնդիր դարձնել, ուզես թախծով պատել։ Անհնարի ոչինչ չկա, պետք է ուժական դրսևորել։ Եվ այս ամենի համար մենք շնորհակալ ենք մեր սիրելի ուսուցիչների և դպրոցի մեր սիրելի ուսուցիչներ, դուք մեզ սովորեցնում եք ոչ միայն գրագիտություն, բարեկիրս զբաղված, այլև դաստիարակում եք երևակայության թևերը տալի, զարգացնում եք մեր միտքը, տրամաբանությունը։ Դուք սովորեցնում եք հանդուրժող և մեծերի նկատմամբ հարգանից, հեռուն ներսից և կեղծիկից, ձեր պատգամ արձակերտների նույնն է բոլոր ժամանակներում լինել լավն։ Սիրելի մայրիկներ, ասեմ եմ ձեզ նույնպես շնորհակալություն ենք ասում։ Մեր ճանապարհին հանդիպող դժվարությունները անհետացել են, հանդիպելով ձեր մանրական հայացքին ու ժպիտին։ Եկեք այսպես, հայրենով եկեք երգենք, հայրենով հողը հեկենք, գրենք, խոսենք հայրենով, քնենք, զարթնենք հայրենով։ Ուզում եմ ամեն օր արթնանալ իմ հայրենի տանը և ասել բարի լույս և գցել բարի լույս, թող բաց հովորը բարի ու խաղաղ լինի։
Հայերենով հային սիրենք, հայերենով սրտեր գերենք, հաղթենք չարին հայերենով, տանենք ցանենք բարին հայերենով, հայերենով ուրախ ժպտան, հայերենով միշտ հայրն, թե որ հայ ենք հայերենով, լինենք հայ նաև հավատով։ Հարգելի հանդիսատես, հարգելի տնօրեն, հարգելի փոխտնօրեններ, սիրելի ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր, ես ուզում եմ շնորհավորել իմ սիրելի սաներին տաղաճանաչ դառնալու կապակցությամբ։ Եվս մեկ սերունդ և հաղորդակից դարձավ ոսկեղենիկ հայերենի։ Ես ուզում եմ շնորհավորում եմ իմ սիրելի սաներին և ուզում եմ ասել սիրելիներս, դուք արդեն տաղաճանաչ եք, կարողանում եք կարդալ և գրել, լավ սովորեք, ճանաչեք և պահպանեք ազգային մշակույթը, սրբորեն սիրեք և պահպանեք մեր հայրենիքը, հայի կերպարը։ Ուզում եմ միշտ փայլեք յուրահատուկ մտածողությամբ, լինեք արժանի զավակը մեր հայրենիքի։ Ուզում եմ այսօրվա մեր միջոցառման համար շնորհակալությունս հայտնել իմ սիրելի աշակերտներին, մեր սիրելի տնօրինությանը, իմ սիրելի ընկերներին և բոլոր ծնողներին, ովքեր կանգնեցին իմ կողքին, սատարեցին, որպեսզի մենք այսօր իրականություն դարձնենք մեր այս գեղեցիկ միջոցառումը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Մարտին պապիկին և գնելին, ովքեր անվերապահորեն մեզ օգնեցին, սատարեցին, որպեսզի ունենանք մենք այս գեղեցիկ դահլիճը, այս գեղեցիկ զարդարանքը։ Շնորհակալ եմ շատ։ Ուզում եմ մեր ծնողներին ասել, սիրելի ծնողներ, հայրենասիրությունը սկսվում է դեռևս մանկուց։ Հայրենասիրությունը պետք է երեխաների մեջ դաստիարակել դեռևս մանկուց, վաղ տարիքից, հենց կրտսեր դպրոցական հասակից։ Ես ցանել եմ այդ սերմերը և կխնդրեմ, որպեսզի դուք նույնպես փայեք, աճեցնեք այդ փոքրիկ սերմերը, որպեսզի դառնան մեծ հզոր արմատներով ծառեր, որպեսզի մեր երեխաները մեծանան պետականամետ մտածողությամբ մարդիկ մեծանան, դառնան հայրենասերներ, սիրեն, պաշտպանեն իրենց հայրենիքը, հզորացնեն, ինչու՞ չէ նաև մեր բոլորիս համար դառնան արժանի զավակներ։ Շնորհավորում եմ բոլորիս, շնորհակալություն մասնակցության համար։ Այսօր ես իմ սաներին ուզում եմ նվիրել ֆոտոալբոմներ, իրենց առաջին
եմ սկզբնապես ողջունել բոլորիդ ներկայության համար։ Շնորհակալ պետք է շարունակեմ Տիկին Ստեփանյանի խոսքը իրավամ եւ այդ շնորհակալությունների շարքը լրացնեմ եւ ամբողջացնեմ։ Առաջին հերթին մենք բոլորս միասնաբար շնորհավորում ենք մեր սիրելի սաներին, որովհետև նրանք տառաճանաչ են, նախադասություններ են կազմում, գրում են արդեն, կարողանում են միտք արտահայտել մտածված և շատ գեղեցիկ։ Շնորհավորում ենք հատկապես ձեզ ընկեր Ստեփանյան, աշխատանքը շատ մեծ էր, բեմի վրա առաջին 7 տարեկան երեխաների ելույթը այսքան հմուտ, այսքան հղկված, դժվար է պատկերացնել ինչքան աշխատանք է տարվել։ Շնորհակալություն ընկեր Ստեփանյան, ձեր երեխաները շատ լավ ելույթ ունեցան, բեմը շատ գեղեցիկ էր, ամեն ինչ նպատակային էր, այստեղ ոչ մի բան ավելորդ չէր։ Սիրելի ծնողներ, շնորհակալություն ձեզ ևս մեկ անգամ, որ այսքան մեծ ջանքեր եք դրել այս միջոցառումը կյանքի կոչելու համար եւ տրամաբանական ավարտին բերելու ամբողջ տարվա աշխատանքը։ Ձեր երեխաները, մեր սաները, մեր դպրոցի ապագան են։ Նրանք են մեր վաղվա օրը։ Այստեղ շատ գեղեցիկ գրված է հեքիաթից փոխված «Ինչքնաղ անկյուն», մենք բոլորս ուսուցիչներով ամեն օր մեծ աշխատանք ենք տանելու, որ այդ հեքիաթից փոխված մի փոքրիկ անկյունը պահպանվի։ Մինչև 12-րդ դասարան այս հեքիաթի զգացողությունն իրենց մեջ մնա։ Պահեն իրենց մեջ գեղեցիկ հուշերով, առողջ հուշերով և տանեն կյանքի մյուս փուլերը։ Շնորհակալություն ևս մեկ անգամ բոլորից, մասնավորապես դասվար Ստեփանյան Նաիրայից, ամբողջ տարվա աշխատանքի և միջոցառման համար։ Շնորհակալ եմ շատ։ Սիրելի հյուրեր, սիրելի ծնողներ, սիրելի աշակերտներ, իրականում ես էլ եմ ուզում շարունակել այդ շնորհակալությունների շարքը, շնորհակալություն եմ հայտնում ձեզ, շնորհակալություն եմ հայտնում մեր սիրելի աշակերտներին, շնորհակալություն ընկեր Ստեփանյանին այս մեծ աշխատանքը կատարելու համար։ Իրականում շատ դժվար է աշխատել առաջին դասարանցիների հետ և ընկեր Ստեփանյանը կարողացավ պատվով հաղթահարել և դուրս գալ այդ դժվար աշխատանքից։ Այո, մեր երեխաները արդեն տառաճանաչ են, կարողանում են գրել, կարողանում են կարդալ և այսօր ապացուցեցին իրենք իրենց միջոցառումով։ Շնորհակալություն ընկեր Ստեփանյան ձեզ այսօրվա օրը տոն դարձնելու համար։ Շնորհավորում եմ նորից ձեզ սիրելի ծնողներ, որ ձեր երեխաները արդեն տառաճանաչ են և շնորհավորում եմ մեր շատ սիրելի աշակերտներին և ասում բարի գալուստ գիտելիքների աշխարհ։ Շնորհակալություն։ Հոգատարության, սիրո, ջերմության համար ձեր շնորհիվ մեր երեխաներն այսօր դարձան տառաճանաչ, ամենակարևորը հայրենասեր բարիք ես վստահ եմ իմ խոնարհումը ձեզ։
ասում և փոքրիկ հայ սրտերում տեղ ունի կայուն Պապերից մեզ ասել է ճշմարտությունը այս Այն ազգը որ գիր ունի Այն ազգը որ գիր ունի Անկասկած էլ մահ չունի Մահ չունի Մահ չունի Մահ չունի Սրբության սրբոց դարձավ մեզ համար Ձեր շնորհիվ հայոց լեզուն մնաց կայուն սար ԱԲԳԴ ԵԶ ԸԹԶ ԻԼԽԾ ԿՀԾ ՂՃՄ ՀՃՐՍ ՎՏՐՑ ՈՒՓՔ և ՈՖ մայրենի մեր լեզվի մաշտոցյան տարեք Սիլնեք նոր կյանքի կարկաճառվագի լույսնեք օջախի Սողնեք երկնքի հայից մինչև վեգ արունեք կյանքի Չարը կործանող պատնեք ամրոցի Այն ազգը որ գիր ունի մահ չունի Մահ չունի Մեր բարեկամներ, մեր օգնականներ Մեր հայոց լեզվի մաշտոցյան տարեր ԱԲԳԴ ԵԶ ԸԹԶ ԻԼԽԾ ԿՀԾ ՂՃՄ ԵՆՇ ՀՃՐՍ ՎՏՐՑ ՈՒՓՔ և ՈՖ մայրենի մեր լեզվի մաշտոցյան